Կոնվերսբանկի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի համագործակցության մասին խոսվել է դեռ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի բացման օրերին։ Գաղափարը համագործակցության պայմանագրի է վերածվել և ստորագրվել մայիսի 24-ին։ Ըստ այդմ հիմնադրամի երաշխավորությամբ բանկը լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ է տրամադրելու գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին։ Հիմնադրամի տնօրենը պայմաններն է հստակեցնում։ Նախ եւ առաջ լիզինգառուները պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեխնիկան տրամադրվելու է, լիզինգը տրամադրվելու է մինչև 5 տարի ժամկետով 12% տոկոսադրույքով, ընդ որում մինչև 5 միլիոն արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան եւ սարքավորումները սուբսիդավորվելու է տոկոսադրույքը հիմնադրամի կողմից մինչև 6%-ային կետը, իսկ 5 միլիոնից ավել արժողությամբ տեխնիկան մինչև 12% ընդհանուր սուբսիդավորում է իրականացվելու։ Խոսքը վերաբերում է նոր տեխնիկային։ Մատակարար կազմակերպություններին ընտրելիս հիմնադրամն ու բանկը առաջնորդվել են որոշակի պայմաններով։ Ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որպեսզի նրանք կարողանան տրամադրել պարտադիր 1 տարվա երաշխիք եւ հետագայում ապահովեն պահեստամասերի եւ քսայուղերի մատակարարումը։ Առաջարկվող ցանկը բավական լայն է, նոր պահանջների դեպքում ցանկը ել ավելի կհարստացվի։ Նշվածը չի վերաբերում հացահատկահավաք կոմբայններին։ Դրանց ներկրման ծրագիրը ավելի վաղ է մեկնարկել հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, սակայն անգամ առանց դրա Կոնվերսբանկի հետ համագործակցության շրջանակներում շատ են անելիքները։ Նպատակը հանրապետության գյուղտեխնիկայի պարկի թարմացումն է, ինչի համար շուրջ 25 միլիարդ դրամ կպահանջվի։ Համաձայնագիրը ներկայացվելիք հայտերի թվի, պահանջվող գումարների եւ գործողության ժամկետների առումով սահմանափակումներ չունի։ Այս համագործակցության պայմանագիրը ժամկետի առումով եւ տարեկան լիզինգի առարկաների լիզինգի մատակարարման ծավալների առումով չի սահմանափակում։ Հիմնադրամի տնօրենի ներկայացրած երկրորդ ծրագիրը հստակ սահմանափակումներ ունի եւ գումարների եւ ժամկետների առումով։ Հացահատկի բերքահավաքը արդեն սկսվել է։ Վահրամ Բաղդասարյանի առաջարկը հիմնադրամի նկատմամբ ցանկացած տիպի պարտավորություններ ունեցողներին է հասցեագրվում։ Նրանք կարող են իրենց պարտավորությունները անմիջապես բնամթերքով մարել։ Այսօրվանից արդեն մեր փոխարուները բոլոր տեսակի փոխառությունների մասին է խոսքը, հնարավորություն ունեն գարով եւ ցորենով մարեն իրենց փոխառությունները։ Գարին եւ ցորենը ընդունվելու է հիմնադրամի Շուշիի պահեստում, գարու 1 կիլոգրամի գինը սահմանում է 135 դրամ պահեստում, ցորենը 155 դրամ պահեստում, Շուշիի քաղաքում գտնվող մեր պահեստում։ Նրանք, ովքեր ցանկանում են իրենց փոխառությունները, կրկնում են բոլոր տեսակի փոխառությունները, թե դա կլինի անասնապահության համար, թե գյուղտեխնիկայի համար, թե աշնանացան գառնանացանի համար ստացված փոխառությունները, ովքեր ցանկություն ունեն մարելու բնամթերային տեսքով, կարող են դիմել հիմնադրամի աշխատակիցներին, որոնք գործում են շրջաններում, ճշտել իրենց պարտավորությունների չափը։ Այս դեպքում ժամկետները իսկապես որոշիչ են։ Աշնանացանի մասով պարտավորությունների մարման վերջնաժամկետը սեպտեմբերի, գառնանացանի մասով հոկտեմբերի 1-ն է։ Նորայր Հովսեփյան, Հովիկ Առաքելյան, օր։